Պոլիտիկային պարոն նախագահ մի հարց ունեի, որ ավելի շուտ առաջարկի վերածեմ, հետո ուրիշ հարց կտամ։ Առաջարկ ունեմ դուք ինքներդ մի հնարավորություն ստեղծեք խոսելու ձեր իշխանության սխալների մասին, ընդ որում այնպիսի սխալների մասին չէ, որ ասենք, այսինչ առավելություններ, այսինչ լավ սխալներ էլի, այլ իրական սխալների, բացթողումների մասին, պաշտոնյաների մասին, որոնք հարստացել են միայն պաշտոնյա լինելու հանգամանքով պայմանավորված եւ այսպես շարունակ։ Հիմա հարցս, մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին, դուք ասացիք մոտավոր թեզեր, որով ինքը կմասնակցի ընտրությունների, եկեք Փաշինյանին մի կողմ թողնենք եւ լսենք ձեր թեզերը եւ առաջարկները, որով կմասնակցեիք ընտրություններին, խնդրեմ։ Նայեք, առաջինը խաղաղության թեման չպետք է լինի ԿՊ-ի մենաշնորհը։ Խաղաղության թեման պետք է լինի հակառակը, ընդդիմության մենաշնորհը։ Ես օրինակ տեղ ունեմ դրա մասին խոսալու, որովհետև իմ նախագահ լինելու 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թեզն է։ Մնացած բոլոր էֆեկտիվ կառավարում, թե Հայաստանի տնտեսական ինչ կարգի զարգացում պիտի ունենա, սոցիալական արդարությունից խոսանք, լավ։ Ես այդ թվերը նաև մի հարցազրույցի ժամանակ բերել եմ։ Ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56%։ Ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25%։ Երկրի տնտեսությունը աճել է միջին 10.5% տարեկան։ Եթե տնտեսական աճը չի արտացոլում աղքատության նվազմանը, ինձ համար դա անհասկանալի տնտեսական աճ է, անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ որ բարիք է ստեղծվում, բայց այդ բարիքը բաժանվում է շատ փոքր մարդկանց մեջ։ Ուրիշ բացատրություն չկա, կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն է։ Հիմա ինձ կարող եք բացատրել, այս վերջի 7 տարում ինչի աղքատությունը մնացել նույն վիճակով, նույն մակարդակի վրա, բայց իշխանության խոսույթը սա տնտեսական հաջողությունների մասին է։ Այդ հաջողությունը ուր է գնում։ Ես ուրիշ թվեր բերեմ։ Իմ 10 տարվա նախագահության ժամանակ կենսաթոշակները աճել են 6 անգամ։ Ստուգեք։ Միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը աճել է 6 անգամ, միջին աշխատավարձը աճել է եւս 6 անգամ։ Բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճը անմիջապես արտացոլվել է միջին կենսաթոշակի վրա, միջին աշխատավարձի վրա եւ աղքատության նվազման վրա, շեշտակի ավելի քան 2 անգամ։ Հիմա այս հարցը այս իշխանության պետք է տալ, թե չպետք է տալ։ Հիմա ես սա մեկ անգամ արել եմ։ Ու իդեպ 98 թվականին ընտրվելուց ես այդպիսի խոստումներ չեմ տվել։ 2003 թվականին ընտրվելուց եւս այսպիսի խոստում չեմ տվել։ Որտեղ ռիսկային խոստում կլներ։ Հիմա նայենք, ես կառաջարկեի ձեզ ուղղակի մի տնային աշխատանք, կամավոր տնային աշխատանք, ոչ թե պարտադրված։ Դուք վերցրեք 2003 թվականի իմ բոլոր նախընտրական խոստումները եւ ստուգեք, արվել են, թե չեն արվել։ Դուք վերցրեք 21 թվականի ԿՊ-ի նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, խոստումները արտահայտվում են նաեւ ծրագրով, կոնկրետանում են։ Եվ տեսեք, քանի տոկոսն է կյանքի կոչվել։ Ու խայտարակ պատկեր է։ Ամոթ մի քիչ ունեցող մարդը այս կատարողականով պետք է ուղղակի ամաչեք փոս դուրս գալ։ Ոչ թե ընտրությունների մասնակցել, հələ ինչ որ ամբիոններից են խոսալ, թե ինչ փայլուն կառավարում են իրենք իրականացրել։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես։ Մենք պատոհաս ես բերել այս ժողովրդի գլխին։ Հիմա ես առաջարկում եմ համեմատեք։ Հիմա դուք ասում եք ինչ օրակարգով եք գալու ընտրության։ Այս օրակարգով։ Այո, այս օրակարգով։ Որ աղքատությունը ամոթ է, գիտեք,
24% այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24% չպետք է լիներ։ Աղքատությունը պետք է լիներ առավելագույնը 10-12%։ Ու արտաքին պարտքը $8 միլիարդ, ասենց նասոսի պես դնես փչես տնտեսության մեջ, եւ աղքատությունը նույնը մնա։ Իսկ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ասում աղքատությունը ձեր գլխներում է։ Իրականում ցիտում եմ 700,000 մարդ Հայաստանում աղքատ են։ Նիկոլ Փաշինյանը ասում է 700,000 մարդ ունեն գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Փաստա ես չեմ հորինում, չէ՞, եղած բաներ են։ Իմ համոզմունքով, եթե երկրի տնտեսությունը աճում է եւ դրա հետ աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Իսկ ուրիշ բացատրություն այստեղ ոքի դժվար է հորինել։ Ինչ է նշանակում, աճում, ալավա, փայլունա, բանման, հետո բայց աղքատությունը նույնն է։ Կենսաթոշակները նույնն է։ Ես թվեր եմ բերել 6 անգամ կենսաթոշակն աճել միջին, 6 անգամ աշխատավարձը։ 10 տարվա ընթացքում գները աճել են 30%-ով։ 30%-ով։ Հիմա վերցրեք համեմատեք։ Հիմա Բորիս, մեր ծրագիրը այս է լինել։ Արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ։ Լիա Սարգսյան պատրաստվի թերթ է։